Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն թուրքաճևուտները փորձում են բոլոր իմ լայվերի տակ գրել, որ ըստ քեզ Հայաստանում հայ չկա, բոլորին սարկում ես ջվուտ։ Դա արվում է հայեր ջան։ Նրա համար, որ մարդիկ կարտան մտածեն, որ ես ինձնից դուրս ինֆորմացիա եմ տարածում, իմ ասածներին դուք լուրջ չվերաբերվեք, ինչի համար Տալմուդի մեջ գրված է, քանի որ կենտանի է գոյն է մի հատ հայ, իրանք հանգիստ այս աշխարհում չեն ունենա, որովհետև գիտեն, եթե ամբողջ աշխարհը լինեն, Աստված չդա, ջվուտները, ու մի հատ հայ ընդամենը, այդ մի հայը չի վախենա մեկը իրանցից ու գպայկարի իրանց դեմ, իրանց այլասերվածության դեմ, իրանց արունախում լինելու դեմ, իրանց մարտակիրության դեմ, իրանց գողու բոզ լինելու դեմ։ Հասկացաք հայեր ջան, հիմա աշխարհին միշտ խաբել են, որ աշխարհը կփրկի գեղեցկությունը, աշխարհը փրկելու է ճշմարտությունը, ժողովուրդ ջան, քանի որ տոտալ սուտ փորձում խեղդի աշխարհը փրկվելու համար, մարդկությունը փրկվելու համար, ճշմարտությունը պիտի տարածվի, որ ժողովուրդները իմանան ինչ է կատարվում, մենք միանանք բոլորս միասին, այս այլասերված գիշատի ջարունախում մարտակերների դեմ։ Մեր հայերիս ճշմարտության մեջ ժողովուրդ ջան, իրանց մահն է։ Դրա համար իրանք մտնում են, փորձում են, չգիտեմ ինչ, դիմացեք, ես այնտեղ լավ մամաները լացացնում եմ, համապատասխան իրանց համապատասխան լեքսիկոնով, որ մյուս անգամ քիթը չկոխեն։ Ուրեմն հայեր ջան, ինչ ասել եմ, սա հիմնավորված է։ Այնը, որ Հայաստանում ապրում են 800,000 ջվուտներ և 2000 ընտանիք գրանցված են ջվուտների միությունում, ես ռոլիկն եմ ցույց տալիս, պաշտոնական ինտերվյու նակամերով տվել է հենց ջվուտների միության նախագահ Հայաստանի Ռիմա Վարժապետյանը, եթե ես ձեզ այդ լայվն էլ կանեմ, իմանաք իրան կանդիդատուրան, ով առաջարկ է Հայաստանում, ձեր մազերը բիզբիզ կկայնի հայեր ջան։ Հիմա, իմիջայլոց, այդ ջվուտ շներ, ձեր մեջն անգամ, դուք տարբերություն եք դնում դիսկրիմինացիա, 800,000-ըց առանցին եվրեյների միությունից դուրս է գրանցված, 2000-ը ձեր էլիտան գրանցված են առանցին միությունում, այդ են սրպապիղծ խառնածինները, ձեր մասին է գրված, որ երեխեքը գելնեն ծնողների դեմ, идите восстанут против отцов своих, այ ձեր մասին է սրպապիղծներ, ձեր մայրերը վրաքաշ են արել հայ տղամարդկանց ու ամբողջ աշխարհի ազգերի տղամարդկանց վրաքաշ են արել, իմացեք ձեր մայրերը ով են, ձեզ ցրտել են հայ տղամարդուց, ասել մեր հայերին կերել եք մեր հացը, կերել եք մեր քագը, ծնվել եք հայ տղամարդուց, մեծացել եք հայ տղամարդու փողերով, մեծացել եք հայ տղամարդու տան մեջ ու ելել եք սրպապիղծներ, այդ հայ տղամարդու արմատներն եք կզում, դրա համար 800,000-ըց այդ 2000-ի ձեռի տակի թուլեկն եք դուք ընդամենը, իմացեք, որ առաջնահերթին պատիժը ձեզ է հասնելու, որովհետև ջվուտը, երկու կողմանի ջվուտը հայի հացը չի կերել, իսկ դուք սրպապիղծներ, հայի հացը կերաք, հայի քաքն էլ վրից կերաք, գնացեք ձեր պատկերը, իմացեք, թե դուք ով եք, առաջնահերթին, ու իրանք էլ են ասել, Ժիրինովսկին ասել է, мы в каждой стране
создали свои армии из полуродков, внутренние армии из полуродков. Բերանովը ասել, որ это наше пушечное мясо. Այնց որ շատ վերևի մի թռնեք։ Մագդան 800,000-ի թիվն է հնչեցնում, 2000 ընտանիքի թիվն է հնչեցնում եմ դա ոչ թե իմ բերանով, այլ եվրեյնե ջհուդների միության նախագահի բերանով։ Ինչ որ վերաբերվում է Մագդան ասում է, որ քաղաքական դաշտում բոլորը եվրեյներ են, ջհուդներ են։ Այո, Մագդան սա ապացույցում է եւ հերթով ես գալիս եմ ժողովուրդ ջան։ Համբերեք ես այն ինչ որ 8 տարվա մեջ մենք բացահայտել ենք, տարածել ենք Facebook-ում, YouTube մենք մի կերպ ենք մտել ժողովուրդ ջան։ Մի կերպ ենք մենք YouTube մտել, հիմա համբերեք քիչ-քիչ իմ վիդեոները բոլորը ջնջված են, ջնջում են, ես քիչ-քիչ նորից եմ ձեզ ինֆորմացիան տալիս, եթե վիդեոները պաշտպանված լինեն ժողովուրդ ջան, կդնենք պրոստը վիդեոները ձեզ քսերոքս կանենք ու կտարածենք, ես նորից ժամանակ եմ տրամադրում, որ այն ինֆորմացիան այս գլխի համար, իրանք հիմա այս գլխի համար ժողովուրդ ջան, 3 տարեկանից ամեն ինչ հիշում եմ, էդ էլ է իրանց բախտը չի բերել, հիշողություն ունեմ, այսը բազա է, կերել են իրանք կեղտ, թե կարողացել են էսենց պահեստով կամպյուտր ստեղծեն, սաղ այստեղը քիչ-քիչ համբերեք, ես բոլոր ինֆորմացիան ձեզ կտամ։ Հիմա ես հերթական անգամ կաբացույցեմ, որ քաղաքական դաշտում բոլորը իրար երես թքող, իրանք իրանց կնիգ մերքը ֆրդող, իրար կնիգ ու մերքը ֆրդող ջհուդների թուլեք են ժողովուրդ ջան, ամոթ չունեն։ Էդ էլ ձեզ ասեմ, որ ով չգիտի թող իմանա, իրանց դաստիարակում են իծնե, ոչ խիղճ ունենան, ոչ ամոթ։ Մենձերը մեզ ասում են, որ եթե մարդու փորի մեջ խիղճ չկա, ուրեմն Աստված չկա։ Իրանց գլխավոր ռավինն ասում է, որ իրանց բառապաշարի մեջ խիղճ բառը գոյություն չունի, ուրեմն այդ հոգեվիճակն էլ գոյություն չունի։ Խիղճը չի թողնում վնաս տասես աշխարհի, ամոթը չի թողնում խայտարկություն անես դու ես աշխարհում։ Դա երկու լծակն է, որ Աստվածը մեր մեջ դրել է ժողովուրդ ջան, դրանով ենք մենք տարբերվում իրանցից, որ մենք վնասատու չենք, մենք օգուտ տվողներն ենք։ Իրանք քիչը օգուտ տվողներ չեն, գոյնե վնասատու չլինեն, չէ իրանք վնասատուն են։ Հիմա եթե իրանց ջհուդաստանի համար սովորացնում են, եթե պետքա ջհուդների շահի համար դուք սուտ խոսակ, դուք արխային սուտ խոսացեք։ Իրանք տարվա, չգիտեմ օր ունեն, սկզբիցա թե եպա, նախորոք ավանսով օր ունեն իրանք սուտ խոսալու համար ժողովուրդ ջան, մեղքա թողություն են նախորոք անում, որ ասում են արխային դե հիմա սուտ խոսացեք, դաժե չեն ասում սուտ խոսացեք, հավաքեք մի տարվա մեջ, արեք մենք ընդհանուր ջհուդաստանի համար մեղքա թողություն անենք, չէ իրանք ասում են մենք նախորոք ենք անում, դուք ինչքան պետքա սուտ խոսացեք, հասկացաք ժողովուրդ ջան, այնենց որ սուտ խոսալը իրանց համար, դա նույնն է, ինչ որ մեր համար խաչակնկվելն է ժողովուրդ ջան, մի զարմացեք, ես հիմա կաբացույցեմ ձեզի ոնց են իրանք իրար երես թքում, իրար հետ նստում, հաց են ուտում, կոֆե են խմում։ Ուրեմն վերջերս սենց սիրունիկ իբր թե հայա, հանել են գծել են մեյդան, կուսակցություն են ստեղծել,
Նիկոլը 10,000 է բարձրացրել թոշակներին, ինքը 100,000 է խոստանում։ Այդ ձեր տիրոջ մայրիկը ժողովրդի հարգերը, սոց վճարումները կերել է քիչա, մի հատ էլ պենսիոնի ֆոնդ եք ստեղծել, այդ քյասիպ պարավների վրա խեղճ ու կրակ, դրանց վրա խումար եք խաղում, այդ տվարներ, հասկացանք դուք, սրբություններ չունեք, Ալեն Սիմոնյանի տատը ծերանոցում է շպրդված ժողովուրդ ջան, են տատը, որ իրան մենձացրել է, զատո ինք մեկի տեղ մի քանի կնիկ առնում, ընգերոջ աղջիկան հիմա էլ առավ, առաջի կնիկը գրզոյի սիրուին է եղել ժողովուրդ ջան, զբաղված է եղել սեքսն պը տելեֆոնում, վիդեոները դնում էին, տարածում էին ինտերնետում, ես այդ ժամանակ մենք կոպիա անել հələ չգիտեինք ժողովուրդ ջան, այդ վիդեոն տարածվել է ինտերնետի մեջ, ալամ աշխարհն է տեսել, էդի եղել է Ալեն Սիմոնյանի կինը, հիմա վիդիտիլի բաժանվել է, թաժակին արել, ավելի քիչ քշած, Շենգավիտից ասեմ իմանաք, լավ քշված է, սենց ասեմ, ուրեմն 100,000 թոշակ խոստանողը Նազլո Նիկոլին խումար են խաղում խեղճ տատիների վրա, որ ձայներ, նայեք ձեզ տեխնոլոգիան բացատրեմ ժողովուրդ ջան, որ հայերը չմտնեն քաղաքականության մեջ, ստեղծել են 100,000, չգիտեմ, շնից շատ կուսակցություններ, այսինքն այս 100%-ը իրանք ծխում են, հա, հետո այդ ձայները իրանք ծախում են, իրանց հրահանգ են տալիս, օրինակ, Տաշիրը հիմա խաղ է խաղում, որ հայերը չմտնեն քաղաքական դաշտ, մենց ապոզիցիոն դաշտ են ստեղծել, Տաշիրը սենց իբր թե եկել է քրիստոնյա, հոյ, Նիկոլի դեմ, Նիկոլի ձեռը սեղմողն ինքն է եղել վեր ընտրելու թատրոնը, որ Տաշիրը խաղացել է ժողովուրդ ջան, հիմա ինչ են անում, էսի կրուպնի խաղացողն է Տաշիրն է, էսի կրուպնի խաղացող Նիկոլն է, Նիկոլի ձայները մանր մունր փախծնողներ իրանք են էլի, հետո վերջում կբերեն, այս մանր մունր ձայներն էլ, կդնեն, կծախեն, կորոշեն, Տաշիրը պիտի անցնի, Տաշիրին պիտի բերեն, նայած ինչ պրոյեկտ է, ուրեմն այս ձայները կծախվեն, մանր մունր ձայները կծախվեն Տաշիրի վրա, իրանց այս աշխատանքի փողը կվերցնեն, կքաշվեն միան, պետք կլինի Նիկոլին տալ այդ ձայները, կորոշեն, որ Նիկոլը դեր հլը պիտի այս կաբիգությունը խաղա, այդ ձայները Նիկոլի վրա կծախեն, հասկացաք, ծխում են, հետո ում նոր պետքա գծախեն, սրանապետք սրան կդան, սրանապետք սրան կդան, հասկացաք ժողովուրդ ջան, հիմա, այս իբր թե հայա սիրունա, ոչ էլ ազգանունն եմ հիշում, Սարգիսյանը ինչա չգիտեմ, այս, 100,000 թոշակ է խոստանում ժողովուրդի, խեղճ տատիների դարդուցավի վրա խումար են խաղում, ով այսի ժողովուրդ ջան, նկարներ ցույց կտամ ձեզի հերիք արդեն, Անգլիայում պատրաստված կերպարա, իրար հետ ուտում են, իրար հետ էլ մուրդռում են, ժողովուրդ, հիմա ցույց կտամ ձեզ,
Քոր Լևոնի պրոյեկտն է, Լոնդոններում վերապատրաստված, հեքիաթասաց կա է մեկը, այն որ Նիկոլի գիրքն է, հիմա գարկի անունն ասեմ, մի րոպե, Նիկոլի գիրկը չարտնագը խմբագրող հեքիաթասացը, որ Նիկոլը իրան դոմ կուլտուրի չեմ հիշում որ գյուղին, նվիրեցին, որ այնտեղ մեր հայկական հեքիաթները արդեն իրանց ուզած ձևով, իրանք երեխեքների ուղեղների մեջ լցնում են, իմացեք էդի ժողովուրդ ջան։ Ու խորհուրդ էր տալիս կարտալ այդ հեքիաթասացը։ Մարոժնի լիզող Արմեն Սարգսյանի կնիկը իբր թե հեքիաթ գրողն էր, այն որ ասեցինք մի հատ հլը տեսնենք, այդ ինչ հեքիաթներ ա գրում, որ իրան տղեն տղու հետ ամուսնացեմ, իմացեք Մարոժնի ու տողի տղեն տղու հետ ամուսնաց է, իրան կնիկն էսենց հեքիաթներ ա գրել, էտենց հեքիաթներ ա պատմել, էտենց բայուշկի ա երկել, որ տղեն մենձացավ տղա առավ, հիմա այս հեքիաթասերը նույն այս գրուպայից են, խորհուրդ էր տալիս Մարոժնի ու տող կնգանունեի գրած հեքիաթները կարտալ ժողովուրդին, Նիկոլի գիրկը խմբագրող, սաղ այսի մի կուտոկ են ժողովուրդ ջան, հիմա ձեզ ցույց կտամ, ահա, այ այս թուրքին տեսնում եք, այս չեմ հիշում, որ պետությունն էին գնացել, լեսա նայեք, այս թուրքին հիշում եք, ահա, այ այս կարմիր նկարածը տեսնում եք, ահա, այսի իրանց հետ է, օբշակն է, Նիկոլի շներն են սաղ, ահա, ես էլ ուդուշ խմուշն է իրանց, եսա ցույց տամ, եսի ինքն է, եսա նայեք, ահա, Ստիպան Գրիգորյանն աստեղ, այս թուրքն աստեղ, նայեք, եսի Ստիպան Գրիգորյանն է, ահա, նայեք, եսի նորվա թուրքն է, որ ցույց տվեցի, նայեք, ուշադիր, նայեք, նայեք բրիգադը, տեսնում եք, ահա, Վազգեն Սարգսյանի բոս քրոջը տեսակ, ահա, սաղ ստեղ են կոդլայով ժողովուրդ ջան, եսի այս նկարն է, աբական, այսենց, թոշագարույներին Նիկոլն ասում է 10,000 եմ ավելացնում, ենի ասում է ես 100,000 եմ ավելացնում, սաղ իրար հետ ուտող զղտգվողներն են, տեսակ, իրար դեմ խոսածողներն են, ժողովուրդ ջան, ապոզիցիոներ են, այս լավ, սրանով, սրա պատկերը ձեզ արդեն պարզ է, մի թետև ինձի հարց էին տվել Ստիպան Գրիգորյանը ով է, ուրեմն երբ որ հեղափոխությունը արեցին, Ստիպան Գրիգորյանը լավ ուրախ աչքերի մեջ փալ հայտարարեց, որ Հայաստանում կարողացան գերազանց ձևով կիրառել սիրո հեղափոխությունը, որ փորձարկում արեցին Հայաստանում և այդ փորձարկումը գերազանց ձևով կատարվեց, բարի էլի լավ, աճողակ ավարտվեց, ահա, հիշում եք, Դոն Պիպոն էլ ասեց մենք Օլիմպիադայի մեդալ ստացանք հեղափոխություն արեցինք, ու դա Նիկոլի դեմ է սաղ, հիմա այս Ստիպան Գրիգորյանը լավ այդ հայտարարությունը արեց, ժողովուրդ ջան, ինչա գույնավոր հեղափոխություններ, ինչ փորձարկում արեցին հայ ազգի վրա, գբացեք YouTube-ը, գգրեք «Цветные революции» по методичке Sharp,
դուք գտեսնեք ժողովուրդների գլխին ինչեր են բերում, ոնց են տեխնոլոգիաները օգտագործելով, օրինակ Ուկրաինայի Մայդանում դրած էր մենց էկրան YouTube-ով ու իրանք դրա միջոցով ազդում են ժողովրդի վրա։ Դուք գտեսնեք ոնց են Վրաստանում ռևոլյուցիա ռոս, որ մարդիկ այդ վարտերը հադուկ քիմիկատներ են հադուկ եղել իրանց վրա, մարդկանց բաժանել են այդ վարտերը, որ մարդկանց ուղեղների վրա ազդեն։ Դուք գտեսնեք Մայդանում պիչենիները, այդ խմորը, որ շաղված է հադուկ նյութերով, որ մարդկանց ուղեղը ենթարկվի հրահանգներին, որ էկրանից YouTube-ով տալիս էին։ Դուք կիմանաք գրզոն ինչեր ա լցրել 2008 թվին, որ գրզոյի աչքի լույսն էինք, այդ շաուրմաների մեջ նարկոտիկները ոնց են բաժանել, կատաղացրել են ժողովրդին, մարտի 1 են արել։ Դուք այդ ամեն ինչը գիմանաք, այսինքն ըստ Ստիպան Գրիգորյանի, դա նորմալ երևույթ է մարդկանց վրա կիրառեն տեխնոլոգիաներ, այսինքն մարդկանց դրել էին նապաստակի տեղ փորձարկում էին անում, Ստիպան Գրիգորյանը ելավ հայտարարեց, որ Հայաստանում կարողացան կիրառել փայլուն գերազանց ձևով։ Մի օր էլ ինֆարկտը խփել էր, տաղավարից դուրս ելնելով ընկել էր սատկում էր, չգիտեմ ոնց եղավ բրգեցին, տա Աստված մի օր այնց փողոցում ճամփա անցնելուց սատկի ինֆարկտը խփի, ավտոն էլ վրից անցնի։ Իմանա փորձարկումներ ժողովրդի վրա ոնց են անում։ Էսի ձեզի Ստիպան Գրիգորյանի մասին, ժողովուրդ ջան։ Գնացինք դальше, ում պատկերը հիմա այլ ցույց տամ, հերթով գալիս է։ Ահա։ Հիմա ձեզի ցույց կտամ այս սրա պատկերը։ Այս ժեստը տեսնում եք, մասոնական ժեստը, լավ իմացեք։ Այսի։ Մի հատ իբր թե հայկական հաղորդում կա արեք, բերում են այդտեղ, իրանք սա խոսում են։ Ահա, այսի տեսնում եք։ Զորաց քարերը, այնտեղ իբր թե ինքը գնացել է խելքով բանա դարձել, Պարիս Հերունին ա դարձել, սաղ ինքը աստրոնոմիայից բանից սաղ հասկանում է, սա ավարտել է Թատերական ինստիտուտ, գիտարայի մասնագետ է, ժողովուրդ ջան, կնիկը ջվուտ, սա էլ իրան կնգա, քրոջ Facebook-ի էջն է, Տատյանա Բեսագոն, Ռուզովա, ես էլ նայեք, իրան կնգա քուրնա, ջվուտը, ինչերա խոսում նստած, ասում է համբերեք, ես մի աստղը այստեղից, որ երբ որ արդեն քիչ է մնացել, գկա գնգնե այստեղ, հայոց հարցը իրան գլուծվի, մենք գհաղթենք չարին, դուք նստեք թախտին, սպասեք բախտին, սրա գործը, այս սրա գործը, Վազգեն Գևորգյանն է, գիտարիստ, իրան դրել է Պարիս Հերունիի տեղ, ահա, որ դուք նստեք թախտին, սպասեք բախտին, միջև մենք նստում էինք իբր թե թախտին ու սպասում ենք բախտին, լավա մենք թախտին չնստանք, ժողովուրդ ջան, բախտը դաժան կլներ, միջև նստենք թախտին, սպասենք բախտին, ինչ գործողություն է կատարվում, օրինակ ձեզ ցույց կտամ, նայեք ձեզ ոնց են խաբում, Ես խոսել եմ դեմ, քվեարկել եմ դեմ եւ միշտ եմ ասել, սրանք անխագործ են։ 11 տարի որ ես պատգամավոր եմ եղել, մենք եղել ենք ընկերություն։ Հանրապետականը 70 գլուխ անասուն
անեցել խորհրդարանում, կները ես բանից համար 70 գլուխ անասուն անեցել խորհրդարանում, 70 գլուխ անասուն անեցել խորհրդարանում, 70 գլուխ անցագործ։ Այո, այդ ձեր ասած 70 գլուխ անասունները իրաց նախրապետ Սերժի եւ Ռոբերտի հետ միասին այս երկիրը քանդել են։ Բայց ամենածանր հարվածը, որ այդ անասուն Սերժը եւ Ռոբերտը հասրել են ժողովրդին, դա եղել է հավատի Տեսակ այդ 70 անասուն գլուխների հետ ոնց են իրանք նկարվում, ոնց են իրանք շփվում, ոնց են իրանք նստում, ելնում, կոֆե խմում։ Պետք է եղել այդ ելույթը ունենալ, այդ ելույթն է ունեցել։ Հիմա էլի ցույց կտամ ձեզի վիդեո, ոնց է ինք իրան հագաճառում սուտը խոսալով։ Նայեք ժողովուրդ ջան։ Ես պնդում եմ Ռուբեն Վարդանյանը լեգիոներ է, ով առաջինը պատերազմի առաջի օրերին Ամերիկա բանկը ով հանեց Արցախից առաջինը, բա հայրենասեր այդպիսի բան կանի, հարց եմ տալիս, հայրենասեր այդպիսի բան կանի, որ պատերազմի օրերին մարդիկ կային, որոնք միայն Ամերիկա բանկի քարտ ունեին, չէին կարողանում կանխիկացնել ինչ որ բան առնել կամ առևտուր անել։ Ռուբեն Վարդանյանը ընդամենը արևմտյան սանկցիաներից խուսափելու համար հիմա փորձում է, հայրենասիրությունը, ամենանողկալի բանը հայրենասեր խաղացողներ են։ Ինձ համար առավել ընդունելի է Արսեն Թորոսյանի նման ցինիկ, աթեիստ, բուջուր դագաղի դալալները, քան այսպես ֆեյք եւ քան այսպես ֆեյք հայրենասերները։ Ռուբեն Վարդանյան, բրավո։ Լսեցիք, չէ, որ Ես կարծում եմ լսեցիք, չէ, որ ասում է կեղծ հայրենասերը, ուշադիր լսեք։ Ով առաջինը պատերազմի առաջի օրերին Ամերիկա բանկը ով հանեց Արցախից առաջինը, բա հայրենասեր այդպիսի բան կանի, հարց եմ տալիս, հայրենասեր այդպիսի բան կանի, որ պատերազմի օրերին մարդիկ կային, որոնք միայն Ամերիկա բանկի քարտ ունեին, չէին կարողանում կանխիկացնել ինչ որ բան առնել կամ առևտուր անել։ Ռուբեն Վարդանյանը ընդամենը արևմտյան սանկցիաներից խուսափելու համար հիմա փորձում է, հայրենասիրությունը, ամենանողկալի բանը հայրենասեր խաղացողներ են։ Ինձ համար առավել ընդունելի է Արսեն Թորոսյանի նման ցինիկ, աթեիստ, բուջուր դագաղի դալալները, քան այսպես ֆեյք եւ քան այսպես ֆեյք հայրենասերները։ Ռուբեն Վարդանյան, բրավո։ Ես կարծում Ֆեյք հայրենասերը դարձավ արդեն Ռուբեն Վարդանյան, բրավո։ Լսեք։ Եվ քան այսպես ֆեյք հայրենասերները, Ռուբեն Վարդանյան, բրավո։ Ես կարծում եմ դու պիտի դառնաս Արցախի եւ Հայաստանի փրկության շարժման գեներատորներից մեկը։ Այդ Ես կարծում եմ հայրենասեր խաղացողներ են։ Ինձ համար առավել ընդունելի է հայրենասեր խաղացողները խուսափելու համար հիմա փորձում է, հայրենասեր խաղացողը դառնում է առաջնորդ, արժանի ես առաջնորդ լինես։ խուսափելու համար հիմա փորձում է, հայրենասիրությունը, ամենանողկալի բանը հայրենասեր խաղացողներ են։ Ինձ համար առավել ընդունելի է Արսեն Թորոսյանի նման ցինիկ, աթեիստ, բուջուր դագաղի դալալները, քան այսպես ֆեյք եւ քան այսպես ֆեյք հայրենասերները։ Ռուբեն Վարդանյան, բրավո։ Ես կարծում եմ դու պիտի դառնաս Արցախի եւ Հայաստանի փրկության շարժման գեներատորներից մեկը։ Ամենանողկալին Նաիրա Զուրաբյան իրականությամբ ամենանողկալին հայրենասեր խաղացողներն է։ Բերանովը տես ասում։ Դուք բոլորս նողկալի զիբիլ եք, հայրենասեր խաղացող թուրքա ջվուդների լամուգներ եք ընդամենը։ Գնացինք առաջ ժողովուրդ ջան, էսի պարզ եղավ, չէ՞։ Ոնց են իրանք առանց ամանչելու, որ պահին իրանց ինչ պետքա իրանք խոսում են, անգամ իրանց հագասում են, առանց ամանչելու։ Հիմա նայեք շարունակենք, ժողովուրդ ջան։
Այս նկարին նայեք ու շադիր նայեք ոնց է կզած Սերժի դեմ նայեք Էն էլ դոդի կերիչի քակել Իվետը Տոնոյաննա նայեք ահա Ապոզիցիոներներն են Սերժ Սրա կնիգը այ սրա կնիգը Մինիստր պրոսվիշենիա, հա, գիտության նախարարն է, որը Նժդեի կեղդը ուտելով չի կշտանում, Նժդեին փորձում է ֆաշիստ ներկայացնել։ Հիմա էլ իբր թե բանին են գործից հանել Եղեռնու թանգարանի տնօրենին, ինչ ազգանունը, Գզոյան։ Գզողները ով են ժողովուրդ։ Հաստատ հայ ազգի մեջ գզող չկա։ Գզոյաններ։ Դրա դեմքը դուք չեք տեսնում։ Դրան նշանագեցին թանգարանի տնօրեն Եղեռնու Նիկոլի օրով։ Ժողովուրդ ջան։ Եղեռնու թանգարանը Մենք ստրատեգիչեսկի назначение ունեցող օբյեկտ է։ Հայությունը ինչ փաստեր ուներ, բերելը հանցնելա այդտեղ։ Ինչ փաստեր ունի թուրքերի ջվուդների դեմ այդ թանգարանի մեջ է։ Հիմա երբ որ մենք աբացույցում ենք, որ բոլորը իրանք են թուրք ու ջվուդներ նստած են։ Ձեր կարծիքով այդ թանգարանում հայ կթողնեն աշխատել։ Հիմա որ խաղում են էնի ճղեց, էնի վառեց, իրար պաստալով։ Իհարկե տարիների ընթացքում հայերն ինչ տարել են, իրանք լիկվիդացրել են։ Ով գիտի այդտեղ ինչ փաստաթղթեր ա բերվել ամբողջ աշխարհի հայության կողմից, եւ բերին ինչ վառեցին, եւ բերին ինչ լիկվիդացրեցին։ Դեմոյանը հետո առանցին իր մասին կխոսա։ Ազգանունի հիմքում դեմոն հայերեն։ Ոնց որ Սատանովսկին է, երբ որ պետք է հայերին գովում է շոյելու համար։ Սատանովսկին ազգանունի մեջ հիմքում դրած է սատանա բառը։ Նույնը Դեմոյանն է, դեմոն ռուսերեն, սատանա։ Այդ ջվուդի թուլեն իբր թե Գյումրվա հայա։ Իրան դիպլոմնի պրոյեկտը հրաժարվել է հայերեն լեզվով պաշտպանելու։ Խաբար եք դուք։ Այդենց հայրենասերը, այդենց Եղեռնու մեր դժբախտություն, դժողքը մեր, որ մեր գլխին բերել են, այդենց ինքատամներով պաշտպանել է հայությանը, որ հրաժարվել է հայերեն ու իրան ստիպել են, որ կամ պիտի դիպլոմդ պաշտպանես հայերեն, կամ սիկտիրվում ես տեղից ռադ ես քաշում։ Հələ դեր հայերը կային։ Սա ձեզի Հայկ Դեմոյանի ու Գզոյանի մասին, որ անտինիկոլ ապոզիցիոներներ են ստեղծում ձերի հետ, ժողովուրդ, համ ձեզ ծամոն են գծում, որ դուք ուրիշ հարցերով զբաղվեք, իրանք այնտեղ սարկում են ինչ որ իրանց պետք է։ Վայենի բազաներ, ճանապարհներ, բաներ։ Հիմա զուգահեռ իրանք անտինիկոլ իրանց ապոզիցիան են արդեն ստեղծում։ Հասկացաք խաղի կանոնը։ Էսի ձեզի էս նկարը։ Այսենց իբր թե Սերժի դեմն է, այսենց կզած, նայեք։ Իրար դեմ կզում են։ Գնացինք առաջ։ Էսի ձեզի Թատոյանն է։ Հիշում եք մեր ժամանակվա դպրոցի գրքերի մեջ Լենին с девочкой, Լենին չգիտեմ ինձ բաբուշկой, նույն տեխնոլոգիաները, էս էլ Արման Թատոյանն է, ահա։ Սաղ տատիներին վդրուկ հիշում է, այսենց։
Հիշում եք Բագրատն էլ մի հատ ռևոլյուցիոներ տատի էր գդե։ Միդալ են խփում, ճագատն էին պաչում, ասում էր, որ 100 տարեկան եմ, ազգ ու բարեկամ չունեմ, այդ 100 տարեկանին որտեղից են գդել, մի 70-80 տարեկանի կող պարավ էր, նստացրել են տրասին, ինքը ճամպեն կտրում էր, ինքը տաուշը պաշպանում էր, Բագրատը տարավ միդալ խփեց, ինքը Բագրատի քյաճալ արան զզվելու պաչեց, ուր է այդ պարավը, տաուշը պահեց, ժողովուրդ ջան, այդ կինոները, որ ձեզ հանում են, սա նույն կինոների սերիան է, սերիաներից մեկն է, նույնը Նիկոլն է, գնում է պարավներին, հանում են մեյդան, տեսեք, իրանք ինչ կան, ավանդապաշտ են, մեր մասին մտածող են, Արման Թաթոյան, մասում, իմացեք, որ մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեում էլի հայ չկա, ձեզ թվում է իրանք կթողնեն այդտեղ հայ աշխատի, որ հայի շահերը պաշտպանի, Թաթոյանը գրում էր, բա ինչ եղան այդ սաղ ակտերը, հայերին ոնց են հոշոտե, ինչ են արե, ուրա, ինչ եղավ, ձեզ այսենց կուտ տալով, որ հարցեր են լուծում, իրականությամբ այդ սաղ կորում է, անհայտնանում է ժողովուրդ ջան, տպավորություն է, խանութը, որ անօրինական ձեռիցս արան, ժողովուրդ ջան, զամոքները փոխել են իմ ամբողջ գույկը մեջ, շունն էլ կենտանի մեջ, ինձ փաստաբանն ասեց զանգի թեժգից մարդու իրավունքների, զանգել եմ, փետրվարի 24, գիշերվա 10, ցրդին մարտա սատկում, իմ եղած չեղած մեջը սաղ փագել են, ներկևում վարձով եմ մնում, էդ էլ սաղ փագել են, զանգել եմ թեժգից, ասում են սպասի դատի պատասխանին, առանցին հետո փաստաբանը նամակա գրել, սպասեք դատի պատասխանին, էտենց Թաթոյանը հայերի իրավունքներն է պաշտպանում, քննիչները զարմացել են, ասել են, սենց բան մենք հլը չենք տեսել, ինչ որ այս մարդու գլխին են բերել, Արման Թաթոյանը միջև հիմա այսենց պաշտպանում է, ժողովուրդ ջան, էդի ձեզ է Արման Թաթոյանի մասին, հիմա ձեզի ցույց կտամ, Սեֆիլանի, Նիկոլի գողքին ենք լինելու, ինչև ով որ ինձ գրում է, որ Սեֆիլանը հայրենասերը, կռվածը, բանը, ոնց կարա կռված տղամարդը, դիզիրտիրին, որ Նիկոլին երբ որ բերում են 40 քանի տարեկան էր, այսինքն լավ հլը այն վաղտ ասենք 20 քանի տարեկան է եղել Արցախի շարժման ժամանակ, ապրելան պատերազմն եղավ, ինքը գնացել է մարտի վերջում նկարվել է այնտեղ, իբր թե ապրելան պատերազմի մասնագից, գնացել է Տուշոնկեկը հաշվի ժողովուրդ, Տուշոնկեկը հաշվի, որ տեսնի կամավորները ինչ կան են կերե, ինչ կան են սպիսատարե, մարդկանց վրեն, մարդիկ երգիր են պաշտպանում, ին գնացել էր կեղտ բռնելու, գնացել են այնտեղ նկարվել են, ու սա ինչ կռվող, ինչ տղամարդ, ինչ հայ, եթե դիզիրտիրին, որի դիպլոմը ստիպեցին 18 թվին համասարանի ռեկտորը օրենքը խախտելով գրեցին դիպլոմը տվեցին, բանագում չծառայած, ինստիտուտում չսովորած, նմանին իշխանության էր բերում ում հետ, գեներալի հետ, Տնգուշ Սեյրան Օհանյանի հետ, թևերն իրար ընկած, իրանց կնանիքներն էլ հետները, Նիկոլ են բերում 18 թվին գեներալ հալով դիզիրտիր էր բերում իշխանության ժողովուրդ, ու մեզ փորձում են Սեյրան Օհանյանին, սրան հայրենասեր մարդ ներկայացնեն, հիմա լսեք ինչ է ասում. Մենք Նիկոլի գողքին ենք լինելու, ինչև այն ժամանակ, որ մեր երկում չի ձևավորվել դասական իմաստով։
Մենք Նիկոլի գողքին ենք լինելու, իջև այն ժամանակ, որ մեր երկուն չի ցելավորվել, տասական իմաստով։ Նիկոլի կողքին է։ Նիկոլի գողքին ենք լինելու, իջև այն Նիկոլի կողքին կայնան տվին Արցախը հայաթափ անել, ժողովուրդ ջան։ մենք Սրա տղեն Նիկոլի ախրանայի մեջ է։ Բարի բուն իմաստությամբ էլ Նիկոլի թիկունքն են պահում իրանց կյանքի գնով։ Էսի ձեզի իմիջայլոց Հացպանյանը սրա մասին ասելա, որ ինքը սիանիստ է։ Սրա կնիգն էլ է ջղուտ, մերն էլ է ջղուտ, ժողովուրդ ջան։ Սա Արցախի պատերազմի ժամանակ 90 թվականներին ծանր վիրավորներին չի թողեն ասիլկով տանել, փռվել է նասիլկի վրա, որ իրան հանեն այդտեղից։ Ընդամենը սրանք գնացել են հայերին թիգունքից խփելու, ժողովուրդ ջան։ Սրանք բոլորը, ովքեր որ կան, իբր թե Արցախում կռվել են, քաղաքական դաշտում են հիմա, իրանք ընդամենը մեջքից հայերին խփողներն են։ Գնացինք առաջ։ Հիմա ցույց կտամ ձեզի, ուրեմն Բաքվից իբր թե հայ, փախստական, немного դիմալը պաշտոնա զբաղվեցնում, իրան դրել է բանի տեղ, Ֆիդել Կաստրո տեղ, նայեք, ահա, նայեք ուր է նկարված, Ակադեմիա նաուկ Արմենիա, Բաղրամյանի վրա, շատ ուշադիր նայեք, ժողովուրդ ջան, ահա, Սուրբ ծնունդը, поздравляю, ահա, եկեղեցու ֆոնի վրա, Հայաստանում է, ով է ինքը ինչա զբաղվեցնում Գրիգորի Այվազյան, էսի իրան էջնա, ահա, կարտում է, ՆՊՕ Ассамблея азербайджанских армян, Азербайджановед, историк, так, ուրեմն սա իբր թե Բաքվի փախստականների գործերով է զբաղվում, Ամերիկայում է կարծեմ ապրում, իբր թե, ու մեր շահերն է այնտեղ ներկայացնում։ Ուրեմն մի ժամանակ 2022-23 թիվներ մեր հայերը ինձ անընդհատ բան էին անում, որ Մագդա դու Տելեգրամ պետքա մտնես, չաթերում խոսաս, մտնես, ասում էի չեմ հասցնում, ասի Facebook-ի մեջ եմ հասցնում, ինֆորմացիաները տարածեմ։ Վերջ ես մտա այդ չաթերը, առաջի չաթ մտնելը ես 2-3 ժամ խոսացել եմ, սկզբից մտածի երևի ձևերը չգիտեմ, ադբոյա գնաց է, ես հոտի մեջ խոսում եմ, 300 հոգի լսող, վատ ինձ գացի, ասի ժողովուրդ այդտեղ ինչ-որ մեկը կա ինձի լսող, մարդիկ ասեցին, որ դա Մագդա, մենք զարմացած ենք, այս ամենը, որ դու պատմում ես, մեր համար նորություն է, ու ես այտենց չաթերում ժողովուրդ ջան 2-3-4 ժամ պատմում եմ, մարդիկ լուր լսում են ինձի, ասում են մեր համար նորություն, բացահայտում, ենքան էլ հետաքրքիր ես պատմում, մենք լուր քեզ լսում ենք, սկսեցին չաթերից ինձի բլոկել ժողովուրդ ջան, քանի որ մարդիկ սկսում են իմանալ, ինչ է իրականությամբ կատարվում, մի օր հերթական անգամ չաթի մեջ եմ, տեսնում եմ, սրա խոսալու ձևից գիտեմ, որ ինքը հայ չի, ես իրան մեջ թուրքի ակցենտ եմ լսում, ոչ թե Բաքվի հայի ակցենտը, այլ թուրքի խոսակցական եմ լսում, ինքը չաթի մեջ է, ես խոսում եմ ջղուտների դեմ, ամբողջությամբ ինչ որ կա,
ինքը սուս ծպտուն չի հանում, հարցեր չի տալիս, չի քննարկում վախից։ Ստացվեց այնց, որ հեռախոսս անջատվավ, Զարյադկեն նստավ։ Մի 5-10 րոպե սպասեցի, մի քիչ լցվեց, մտա ասեմ մարդկանց, որ կներեք, Զարյադկեն պրծավ, տեսնում եմ ինքն ա մեջը խոսում։ Ինչա ասում։ Вместо того, чтобы евреям косточки переминать, сегодня день Холокоста, нужно евреям соболезнования. Բա, ահա, էսի սենց, ժողովուրդ ջան։ Հետո մեր հայերը վերցրել են, զանգել են իրան, առաջարկել են, խապել են, առաջարկել են, որ մենց փողեր կտանք, չեն ներկայացել որպես հայ, որ Սալավյովի վզգլյադ հաղորդումիցա, իրան մենց ավելի շատ փող կառաջարկեն, որ ինքը խոսա Բաքվի շայերի համար։ Ինչ ասի լավ լինի, я подумаю։ Չի մերժել, չի ասե ոնց թե։ Պարզվում է մեր հայերը այդ վիդեոն տարածեցին, փաստերով նաև, որ ինքը Ալիևի մոդիկ մարդն է։ Այդտեղ ինչ որ դաժա ասել է, որ ես գխոսամ բան կանեմ, գխոսամ։ Պատասխանը ձեզ կտամ։ Ալիևի մոդիկ մարդն է, ժողովուրդ ջան։ Ինքը Անգլիայի բանակում ծառայած, Անգլիայում պատրաստված, երբ որ այս բոլոլան ելավ աշխարհով մեկ ինտերնետը տրակվեց այդ վիդեոյով, սրա պատկերը բացահայտվավ, իսկ ինքը նոյան տապանում գիշեր ցերեկ խոսում է, կանչում են, բերում են, Ալիևին էլ համբալ, էլ öldürerek, էլ սատկելու ես, էլ մերը դենենց անեմ, հերը դենենց անեմ, կանչեցին բերին Հայաստան, Ծուրվոդնանի Իսագուլյանը, Իսագուլիևը, բերում է տաղավար, PR են անում, ումն են PR անում, գիտեք ժողովուրդ ջան, էսա բան կտամ լսեք, ուղղակի դուք կզարմանաք։ خانو любите или мугам? Мейхану любите или мугам? Meyhana. А какую мейхану любите, Григорий Малим? En sevdiğiniz meyhana hansıdır? Meyhana, да. Я люблю мейхану. Meyhanu любите или мугам? Meyhana. Хану любите или мугам? Мейхану любите или мугам? Meyhana. А какую мейхану любите, Григорий Малим? En sevdiğiniz meyhana hansıdır? Meyhana, да. Я люблю мейхану. Meyhanu Տեսա, Meyhanu любите или мугам? իրական պատկերը տեսակ, պրիմիտիվ, նարկոշ, թուրք, ջվուտ, ժողովուրդ ջան, բերում են Հայաստան, բոլոր տաղավարներով, նկարվում ակադեմիա նաուկի դեմ, եկեղեցիների դեմ, հայերի փախստականներին ա ներկայացնում միջազգային մասշտաբներով, դուք ուզում եք հայոց հարց լուծեք, հիմա, ինձ հարցնում են Տիգրան Ավակյանին, որ իրան դրել ասենց պատմաբան, պալիտոլոգ, գեոպոլիտիկ, չգիտեմ ինչ, թուրք ա ժողովուրդ ջան։ Են էլ Ուկրաինայի թուրք ա, ներկայացնում ա իրան Ուկրաինայի հայ, ու սենց հայերին տրամադրում էր, որ ռուսներն են վատ, ոչ թե ասում ա, որ Ռուսաստանը Կրեմլը ջվուդներով զավտված ա, ռուս ազգի դեմ ուկրաինցիքներին ու ռուսներին ու երբեք ջվուդների դեմ չէր խոսում, դաժե տարի կես երկու տարի առաջ ստեղ
ջվուդները խաղցան, իբր թե հայերն հոշոտել են սինագոգան, ինչ որ իբր թե վառել են ինչ։ Ես էլա խոսացի, որ սա ջվուդների արածն է, իրանց խաղապետք հիմա պրովոկացիան են, հայ ազգին մեղադրեն, մենք իրանց մեղադրելու տեղ, որ իրանք զենք են տվել Ադրբեջանին, որ իրանք էլան խոսացին պաշտոնական, որ հետևողական են Հայաստանը ոչնչացնելու, մենք պրետենզիա ներկայացնելու տեղ Հայաստանից պրետենզիա չի գնում, քաղաքական դաշտից ոչ մեկից, պաշտոնական են հայտարարել, ժողովուրդ ջան, ոչ ապոզիցիայից էր գնում պրետենզիա, ոչ էլ իշխողներից էր գնում, երբ որ ես հետի խոսացի, էլան ստեղ պաժար-մաժարի պրտե սարկեցի, որ հայ ազգին մեղադրեն անտիսեմիտիզմի մեջ, անտիսեմիտիզմն էլ ինչն է, Վահանն է, որ իրանց համար հորինել են, որ իրանց ֆաշիզմը թաքցնեն դրա տակ, իրանք ասեն, ոյ, մենք ենք ֆաշիզմի տուժվածները, պաշտպանվեն հարցագումներից իրանց վրա, հասկացաք, ու սա էլավ խոսած, մի հատ չմեղադրեց ջվուդներին, որ իրանց սարկածն է, ժողովուրդ ջան, ջվուդներ вообще ни при чем, հիմա, հլը նայեք սրա եմիշ գլուխ տեսկը, տիպիչնի ազեր, տիպիչնի ժողովուրդ ջան, ինչա գրել Facebook-ում, եսի իրան էջն է, հեսա ցույց կտամ, որ չասեք, հեսա, իրան էջն է, հեսա, նգարը, իրան էջն է, ինչա գրել, друзья и подписчики, сегодня я разместил пост в память евреев, ашкеназов Европы, так как сегодня день памяти жертв Холокоста. Инча говорю. Сегодня день Холокоста. Жил бы я в то время, что бы я делал? Ушадыр ласык. Спасал бы евреев. Множество армян в Украине было расстреляно и убито за спасение, сокрытие евреев и выдачу церковных документов о том, что еврей не еврей, а армянин. Այսինքն նույնը կաներ։ Ամբողջ աշխարհը արդեն գիտի, որ 1915 թվի Եղեռնը կազմակերպվել է եվրեյ գերցլի ծրագրով, որ հայերին հոշոտում են անգլացի եվրեյի Լորիս Արավիսկի ծրագրով, ես ինչ պատմաբան է, չգիտի, չի լսե 20 թվին, որ Իսրայելը պաշտոնական հայտարարեց, որ Азербайджану удалось победить Армян Карабаха благодаря интенсивным поставкам оружия Израилю Азербайджану, Инка помогал бы евреям. Էսինչ պալիտոլոգ, իստորիկը հայա, որ Իսրայել պաշտոնական կնեսետից հայտարարում է, որ հետևողականը հայերին ոչնչացնել, я бы помогал евреям. Այդ հայերն էլ իբր թե հայերն են տվել փաստաթղթեր, որ еврей не еврей, а армянин и дали церковные документы, ժողովուրդ ջան, 100 տարուց ի վեր Եվրեյները Ացպանյանն է պատմել, իմ տատուս հորողպորթորը գիրք է գրել ակադեմիկ իստորических նауկ Վարդգես Միքայելյանը, գիրք է գրել ոնց են եվրեյները 100 տարի առաջ, ամբողջ աշխարհից նույն տեքստն են գրել, որ ուզում ենք հայ լինել, քրիստոնյա լինել,
գրվել են հայ ու քրիստոնյա, մտել են մեր ազգի մեջ, մտել են եկեղեցիների մեջ, ու ոչ թե միայն Հայաստանում, այլ որտեղ որ հայկական եկեղեցիներ եղել է, աշխարհում իրանք մտել են այդտեղ ու իրանք եվրեյներին փաստաթուղթ են տվել եվրեյնի եվրեյ։ Ու այս ուրոդը իրան ներկայացնում է հայ, որ ինքը եվրեյներին կոքներ։ Հիմա ինձ այսօր մեր հայերը ուղարկեցին վիդեո։ Այսօր խոսած է, թե երեկ, այս երկու օր ոբշե։ Մի րոպե այս կողմից չբացեց, Ադրբեջան, Իրան։ Մի րոպե բացեմ YouTube-ով մտնեմ։ Համբերեք։ Так, այս Իրան էջն է, դանք մեջ։ Ահա, այսօր խոսած է։ Next объединяется с Redis'ом, одним из ведущих мировых гостиничных брендов, чтобы представить нечто по-настоящему исключительное. Redison Blue Residence. Հիմա ես Мне կմիացնեմ пришло несколько вопросов. այս հատվածը, որը մեզ պետք է։ Ուշադրիր Которое լսի։ там жило. То в Иране Ուրեմն էսի խոսում է, որ Իրանի ազերները անտրապոլոգիայով չեն տարբերվում հայերից, ժողովուրդ ջան, որ Կարինե Գևորգյանն էր այն պարտիա պատերազմը, որ ամար խաղցան Իսրայել, Իրան ու 100,000-ից ավել Իրանից ազերներին մծրին, դեգեներատ Կարինե Գևորգյանը քորիքիտը։ Элав ասեց, որ ինտելիգենտի приезжают, այնց կիրտ գրակետ մասայա Պարսկաստանից գալիս Հայաստան, հիմա էս էլ ասում է, որ այնտեղի ազերները բացարձակ համարյա չեն տարբերվում մեր հայերից, ահա, որ վաղը սրանց հայտարարեն Նիկոլը պասպորտները պիտի տա հայկական արտել, սարկեն, որ սրանք հայ են։ Հայերին արդեն սովորացնում են, դուք ես դեմքն ունեք, ժողովուրդ, եմիշ գլուխ պիտի ունենաք, այսենց անտրապոլոգիան է տենց արդեն, հայտարարում, որ հայերը եմիշ գլուխ են իրան նման, հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ է ինքը հաճում։ жило. То в Иране зачастую ислам принимался городами, селами, целыми регионами шла исламизация. Вот в чем дело. Вот такие дела. Вот такая история. Много можно рассказывать и личных впечатлений. Вот. Но я хочу вам сказать, что я много в своей жизни, естественно, видел и азербайджанцев с Кавказа, и азербайджанцев из Ирана. В 90% случаев, может 80% нет, это совершенно разная антропология, это совсем другие лица. Вот. У меня какая вера? Ну, я христианин по вере, но глобально я верю во Всевышнего, в единого Господа.
У меня такое христианство. Мы веруем в единого Господа, в Творца. Приблизительно так. Он такой христианин глобально верит в единого Творца. Այսինքն, այն ինչ որ հիմա մեզ ուզում են ջվուդները փաթաթել, խրիսլամն է։ Единый Творец, մուսուլմաններին, քրիստոնյաներին ու իուդայիստներին բերեն միացնեն, սաղին սարքեն սատանու բան։ Ենթարկվող։ Ստեղ էսա մի քիչ առաջ տամ իրան այդ պահը, որ ինքը խոսում է, որ անտրոպոլոգիայով չեն տարբերվում։ Մի րոպե կգնեմ։ Я очень много в своей жизни, скажу вам, общался с азербайджанцами из Ирана. Так получилось, что мой товарищ был управляющим Тебризи. Очень сложно отличить от армян, потому что там население национального Азербайджана. Несмотря на то, что большое количество азербайджанцев из Ирана переселялось за последние 150 лет на территорию теперешнего азербайджанского государства. Но если говорить о генетике и антропологии, то фактически вся эта территория, я рассказывал об этом в своем утреннем эфире, вся эта территория покрыта армянскими памятниками. Это крепости, это церкви. Это все то, что было уничтожено в Нахичеване, но осталось там. Потому что Иран делает баланс. Он показывает местному населению, тюркоязычному, несмотря на то, что они считают себя иранцами, что это не их земля. И поэтому не потому, что они армян любят. Это игра. Так это работает. Ну, я вам приведу пример, что вот, например, княжество армянское Маку, вы увидите на карте, оно было уничтожено тюрками, превосходящими силами, только в 1426 году. До этого это княжество имеет настолько большой архив письменного общения с Ватиканом, что о нем очень много сохранилось. И последний князь погиб в бою с тюрками в 1426 году, а племянник переселился на территорию Амшена, к роду Аматуни, которые там княжили. Амшенское княжество на берегу Черного моря армянское пало в 1480 году. Вот. Такая вот история. Кстати, хочу сказать, что очень сложно если 80% азербайджанцев Азербайджана вы легко внешне отличите от армян. 20-25% нет. Есть регионы, где и 35% нет. Очень на армян похоже. Но большинство азербайджанцев очень легко от армян отличить. То иранских азербайджанцев очень сложно отличить от армян. Потому что там население было просто исламизировано. И раньше значительная часть перешло на иранский язык азари, а потом было тюркизировано. Были исламизированы, тюркизированы и стали похожими на армян. Ժողովուրդ, ես ձեզ վերջերս պատմեցի մետրոյի մեջ։ Ես իրանց ոնց եմ տարբերում, զզվելով։ Այն, որ 70-80 թվականներին գյուղերից դեր գալիս են, նույն կարգավիճակով գալիս են հիմա Պարսկաստանից։ Բացարձակ փոփոխություն չկա։ Հիմա այս համբալը, որ ասում է, որ ազերները, դուք զգում եք, որ ինքը թլոշ է, Ազիբիջան, ռեչի կարա ասի, Ազիբիջան, իրանք սաղ թլոշ է, Լենինի նման կարտավը, Տատար Ռուբոն էլ է, էտենց, Շուշան Պետրոսյանը ինչի է թլոշ, ջվուդ են ժողովուրդ ջան, առաջնահերտին իմացեք, որ սրանք կարտավը, ղետարը դրամար են ասում, ռեն չեն կարողանում ասել, հիմա ձեզ էլի նգարներ ցույց կտամ, որ ասում է, ազերները համարյա թե չեն տարբերվում հայերից, ազերը, այս 1400 թվի հայոց պատմությունը գիտի,
Հիմա վա պատմությունը ինքը չգիտի, այդ այնց իստորիկ պոլիտոլոգ է։ Ինքը չգիտի, որ Էրդողանը ջհուդ է, ինքը չգիտի, որ Ալիևը ջհուդ է, ինքը չգիտի, որ Ալիևի հերը ջհուդ է։ Էսա նկարները ցույց կտամ, էս ինչ ուժեղ պատմաբան է, 1400 թվականներից հայերից տեղյակ է, քտի տակն ինչ որ կատարվում է, ինքը տեղյակ չի, Ադրբեջանից տեղյակ չի։ Ահա, ժողովուրդ ջան։ Ասма այս շիմպանզեն Ադրբեջանը, Ադրբեջանցի, համարյա հայերից չի տարբերվում։ Ինքը այսի չգիտի, որ էսի Դարվինի ասած обезьянն է, որ հայտարարեցին человек произошел от обезьяны, поскольку они весь мир объявили скотами, кроме себя любимых, получается, что человеки это они, значит, от обезьян произошли они. Ничем не отличается. Հիմա ինքը էսի չգիտի, այս նկարները չի տեսնում, սաղ վիդեոներից ստոպ կադր արված է ժողովուրդը։ Ինքը էսի չի տեսե, չգիտի, ասուծը սկսված հայերի պատմությունը ինքը գիտի, քտի տակ եղածը ինքը չգիտի, ինքը էսի չգիտի, ինքը էսի չի տեսնում, Ռուսաստանի գլխավոր ռավինն է, որը իմիջայլոց Ռուսաստանի գվարդիայի բանակի հետ պաշտոնական, ես դա տարածել եմ ժողովուրդ ջան, պաշտոնական պայմանագիր ունեն եվրեյները Ռուսաստանի բանակի հետ, գվարդիայի հետ, նացիոնալնա գվարդիա, պայմանագիր ունեն։ Ինչ գործ ունեն եվրեյները Ռուսաստանի ռուսների գվարդիայի հետ։ Հասկացաք ինչա կատարվում։ Հիմա խոսանք անտրապոլոգիային, որ հայերը չեն տարբերվում, ազերները մեզնից չեն տարբերվում բացարձակ։ Հիմա ես ձեզ նկար ցույց կտամ, որը մենք տարածեցինք ու իրանք վրազ Վիկիպեդիայի միջից հանեցին, հայեր ջան։ Ага. Это еврей, который жил в 1948-50-х годах на территории Армении. Только не бойтесь. Հենց մենք այս նկարը տարածեցինք ժողովուրդ ջան, Վիկիպեդիայի ջնջեցին, ուրիշ նկար դրեցին։ Ամուսնացան այլ բոլոր ազգերի հետ աբալոչկեն փոխեցին, սուշնիստը մնանց նույն։ Հիմա սրա ունկերը, նայեք, ումն է շատ նման։ Էսի Տիգրան Ավակյանն է, նայեք ինչ կանա նման, նայեք։ Նայեք ունկերը ինչքան են նման։ Նայեք այս Եմիշ գլուխի դեմքը, սկուլաները, ինչքան է նման իրան պրոտոտիպի։ Նայեք Եմիշ գլուխը, երկար պոլոս։ Նայեք։ Ուղղակի, Քոչվորին ոչխար արածացնելուց նստեցրին կամպյուտերի դեմ, կոստյումը հագցրին, մակիաժը արեցին, լավ կերծրեցին, այսրանից, նայեք ինչ կանա նման, վերևն աստված, տարբերություն տեսնում եք, չէ, նույն ունկեր, նույն քտի ֆորման, նայեք, նույն քտի ֆորման, Օղբատ կլնի, որ սեն սրա տղեն էլ դուրս կա։ Տեսակ անտրապոլոգիան ինչ բան է։ Հիմա սրան ով է նման պոլոզին, ուրոդին։ Հայը։ Տեսնում եք իրանց ոնց են տեղանում, իրանց տեղ են անում, որ Պարսկաստանի ադրբեջանցիները շատ նման են հայերին։
Վաղ ազիբիջանցիներին կհայտարարեն, բնիկ ժողովուրդ հայն են, պասպորտները կդան։ Դուք տեղյակ եք, որ ասորի ժողովուրդ, ես ասորի ժողովուրդի դեմ չեմ, հիմա ես դες կբացատրեմ։ Վերջերս հայտարարել են ասորի ժողովուրդին, որ ավտախտոննի ժողովուրդն են Հայաստանի։ Մեզի բմբլոտ հնդիկ են հայտարարում։ Ասորիներին հայտարարում են բնիկ ժողովուրդ։ Ինչի են սիրտը սենց Նիկոլին ցավում, ասորիներին հայտարարեն Հայաստանի բնիկ ժողովուրդ։ Քորի դիպլոմնի պրոյեկտը իհարկե ինքը չի գրել։ Ուրեմն ծեման եղել է Ասորիստան։ Տպավորություն են թողնում, որ քորը հիմնովին զբաղվել է ասորիներին ու պարզվում է ասորիները բնիկ Հայաստանի ժողովուրդը ասորիներն են։ Ինչի համար է դա արվում, ժողովուրդ ջան։ 4 գյուղ էլ ուզում էին ասորի գյուղ հիմնել Արցախի տարածքում։ Ասորիների անվան տակ թաքնված են շատ, ես չգիտեմ, իրոք ասորի ընդհանրապես գոյություն ունեն Հայաստանում, թե չէ, բայց են, որ եկեղեցու կռիվ սարքեցին, խաչը չդրվավ վրեն, ասեցին ասորիների եկեղեցին է, Աբովյանի կողմեր։ Խաչը չդրին, ասին հետո կդնենք։ Ուրեմն ասորիների անվան տակ լիքը ջվուդներ են թաքցրել, խորենք։ Դրա համար հիմա ասորիներին հայտարարում են բնիկ ժողովուրդ, որ իրանք տեղ անեն, ասորու անվան տակ ստեղ ապրեն, ժողովուրդ ջան, որպես բնիկ ժողովուրդն էս երկրի։ Անահիտ Ստիպանյանը, որ պատմական կա, որ Անժոյի դուքյանում իրան անընդհատ ցույց էին տալիս։ Իրականությամբ ասորի ջվուդա։ Ասորու անվան տակ իրականությամբ ինքը հայ չի, նկարները ցույց կտամ, ժողովուրդ ջան, շատ բան կտեսնեք, կզարմանաք, թե ձեզի ումն են ցույց տալիս որպես հայուի մայր Անժոյի դուքյանից ու բոլոր տաղավարներում այսենց նույնն է կատարվում, թուրքերին բերում են, ձեզ ցույց են տալիս, որ պատմաբանը, չգիտեմ, պոլիտոլոգը, գեոպոլիտիկա, հասկացաք, ձեզ ոնց են խաբում, ժողովուրդ ջան։ Հենց որ ասորի ժողովուրդի անվան տակ ստեղ ուզում են հիմք ստեղծել ջվուդների համար, ժողովուրդ ջան, էդ էլ իմացեք։ Մյուս լայվս կփորձեմ ռուսերեն լեզվով անել, հայեր ջան, ինձ կներեք, մարդիկ գրում են, որ Մագդա ռուսերեն էլ արեք եւ ռուսախոս այլ ազգերը, ուկրաինցիք, ռուսները խնդրում են եւ մեր հայերը, ժողովուրդ պիտի հասցնեմ։ Փորձեմ մյուս լայվս ռուսերեն լեզվով անել, բացատրեմ, կարճ կբացատրեմ, ինչ ա եղել 100 տարի առաջ, ինչ ա եղել 100 տարվա մեջ ու ինչ են հիմա անում եւ ինչ են ուզում ստանալ։ Եղավ հայեր ջան, շնորհակալություն։ Մենք կհաղթենք, հայեր ջան, չհուսաթափվեք։ Գիտեմ, որ դժվար է, ես ինքս էլ եմ հոգնել, այն ինչի որ չեմ հոգնել, 8 տարի գիշեր ցերեկ ես ամեն ինչի մեջ եմ, բայց պիտի դիմանանք։ Քանի որ մեր հոգնածությունն էլ ֆիզիկապես էլ եւ հոգեպես էլ ջվուդին է պետք, իրանք նաեւ դրա վրա են աշխատում նայիզնոս։ Այնց որ դիմացեք, մենք ուժեղ ենք, հարց եք տալիս ինչա պետք անել, ժողովուրդ, հարց եք տալիս ում ընտրել։ Բացատրում եմ, դաշտում ում տեսնում եք վազվզող քաղաքական դաշտում։ Սաղ ջվուդներ են, թուրք ու ջվուդ, թուրքը, քուրդը, ազերը նույն ջվուդն է մուսուլմանության տակ ուղղակի թաքնված, ցույց տվեցի ձեզի։ Հիմա
Ինչա պետք է անել, ժողովուրդ ջան, ընտրություն չպիտի լինի։ Եվ հեղափոխություն չպիտի լինի։ Գիտեք, չէ՞ մեր Գամպրշան դեմն էլ կռիվ են տալիս։ Մի հատ ջվուտ կա Հայկ Մանասյան, չեմ հիշում ինչ ուռոդ, Խորվիրաբի կողմից է նստած հաչում։ Հայտարարեցին, որ հայոց Գամպրը ինքը գենետիկ անալիզայր է Խորվիրաբում նստած, սաղոր քաղաքականությունով է զբաղվում, մարդ է բուժում, գենետիկսկի անալիզայր է, մի հատ հայերին հայտարարեց, որ մենք թուրքի քրդի խառնորդ ենք, մի հատ էլ հասան մեր Գամպրշանը, որ մեր Գամպրշան որից էլ հոդ հանեց Հայկա կարծեմ անունը, Հայկ Մանասյանը, պարզեց, որ թուրքի քրդի հոդ է գալիս։ Ժողովուրդ ջան, էս պիտի անենք, ահա։ Մենք մեր շունը մեզ նման է ժողովուրդ։ Մեկ ասում են մակ մտի էս սոցցանց, ասում եմ Գամպրշան նման նստած են Facebook-ում, Facebook-ով քանդեցին, հիմա չեն կարողանում շարունակել, հայերովս Գամպրշան նման նստած ենք, չենք թողնում։ Ժողովուրդ ջան, պիտի գզենք իրարից, ոչնչացնել, մեզ գզել են դարերով, օրերից մի օր նույնը պիտի անես, որ իմանա, օրերից մի օր նույնը պիտի անես, որ իմանան աշխարհն ինչ կա։ Երկուք էլ հարձակվել են, բանի տեղ չի դնում, մի հատ բերանը բացում է, փախնում է։ Հավատացեք, որ մենք սրանք նստած են, հայի դերի մեջ են, որ պայքար է գնում, հայն էլ նստած էր, սպասում էր, թե էսա, ոնց որ պատերազմի ժամանակն արեցին, հաղթելու ենք, հաղթում ենք, էսա հասնում ենք Բաքու։ Այս են ձեզ ընդամենը խապում են, երբ որ հայերս հասկանաք, որ մեզ խապում են, ընդամենը մեզ պետք է Գամպրի նման ունկը տնկել բերանը բացել, հայերը բերանը բացել, ոչ թե թուրքը գա, շակալյոնը կը ընդամենը, որ սովոր են այսենց ողմակով հարձակվել, ոչ թե թուրքը նստի մեզ խապի, այլ հայերովս ունկը տնկենք, բերանը բացենք, հլը տեսեք ինչ կլինի, կայնած տեղում գշռեն իրանց վրա վախից, վերևն Աստված, շնորհակալություն հայեր